Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը, ես ներողություն եմ խնդրում մի փոքր ինչ բան պատճառ համար, որովհետև երևի թե դուք արդեն բոլորը տեղյակ եք, որ իմ ծննդյան տարեդարձներ եւ այդ կապակցությամբ դրսից եկել էին աշակերտներ, որոնք ինձ տարիներ շարունակ չէին տեսել եւ ես ուղղակի չէի կարող նրանց հետ հանդիպումների չմասնակցել եւ դա այնքան ծանրաբեռնվածություն էր առաջացնում, որ ես ուղղակի չէի հասցնում ձայնագրել մեր դասախոսությունները։ Բայց այդ ամենը արդեն հետևում է եւ ուրեմն մենք վերադառնում ենք մեր սովորական գործընթացներին։ Եվ այսպես ուրեմն Շիմոն Բաղավատամ երրորդ երգ, առաջի գլուխ, տեքստ 40-րդ։ Վիդուրան շարունակում էր հարցեր տալ. Արդյոք դեռ կենդանի է Պրիթան, ով իմ տեր, նա ողջ մնաց միայն հանուն որբ տղաների, եթե նրանք չլինեին, նա չէր կարողանա տանել բաժանումը պանդու թագավորից, մեծ զորավարից, ով օգտագործելով երկրորդ աղեղը, կարողացավ միայնակ նվաճել աշխարհի բոլոր 4 ուղղությունները։ Ով ազնվաբարո, ինձ մնում է միայն սգալ նրա դրիտարաշտրայի համար, ով ապստամբեց իր մահացած եղբոր դեմ։ Ես միշտ անկեղծորեն բարին եմ մաղթում նրան, բայց չնայած դրան, նա իր որդիների ցուցումներով ղեկավարվելով ինձ վռնդեց իմ սեփական տանից։ Այն բանից հետո, երբ ես անցա ամբողջ աշխարհով անճանաչելի մնալով, այս ամեն ինձ այլևս չի զարմացնում։ Տիրոջ անձնավորության գործողությունները, որոնք թվում են հասարակ մահկանացուի գործողություն, շփոթեցնում են շատերին, բայց նրա ողորմածությամբ իմ առաջ բացվեց նրա վեհությունը եւ հետեւաբար ես ինձ բավականին երջանիկ եմ զգում։ Չնայած գոյություն ունեցող ամեն ինչի վրա իր գերագույն իշխանությանը եւ նեղության մեջ հայտնվածներին օգնության հասնելու նրա մշտական պատրաստակամությանը, նա Տեր Կրիշնան անմիջապես չկործանեց Կուրուի տոհմը, թեև մեղք չկար, որ նրանք գործած չլինեին, եւ թեև տեսնում էր, որ մյուս թագավորները 3 տեսակի կեղծ հպարտության ազդեցության տակ անընդհատ ցնցում էին երկիրը իրենց հզոր ռազմական գործողություններով, Տերը գալիս է այստեղ ոչնչացնելու ամբարտավան սրիկաններին։ Նրա գործունեությունը տրանսցենդենտալ է եւ նա դրանք կատարում է միայն մարդկանց լուսավորելու համար։ Տերը, որը տրանսցենդենտալ է, նյութական բնության գունաններին ուրիշ ինչ նպատակ կարող է ունենալ գալով այս երկիր։ Ուստի խնդրում եմ քեզ, իմ ընկեր, փառաբանիր Տիրոջը, ում փառաբանում են սուրբ վայրերում։ Նա անծին է, սակայն ամեն դեպքում իր անպատճառական ողորմածությամբ նա հայտնվեց տիեզերքի բոլոր մասերի անձնատուր եղած կառավարիչների առաջ միայն նրանց բարօրության համար նա հայտնվեց իր մաքուր նվիրյալներին Յադուների ընտանիքում։ Եվ այսպես ես միանգամից կարդացի բոլոր տեքստերը, որոնք ավարտում են ուրեմն երրորդ երգի առաջի գլուխը, որովհետև ընդհանուր առմամբ մեզ համար արդեն մթնոլորտը պարզ է եւ ձգձգելու կամ այսպես առանձին այս տեքստերը նայելու երևի թե այդքան էլ իմաստ չկա, ուստի մենք հիմա կամփոփենք այն բոլոր թեմաները, որոնք քննարկվեցին այս տեքստերում։ Ուրեմն առաջի տեքստը ինքը խոսեց նրա մասին, որ Վիդուրան ինքը հարցրեց, թե ուրեմն արդյոք կենդանի է Պրիթան, այսինքն մայր կունձին, հա,
Եվ Վիդորան ինքը հիշեց Մայրգունձի արարքը, որը մենք իրականում ձեզ հետ արդեն քննարկել ենք։ Դա այն արարքն էր, որ մենք խոսացել ենք դրա մասին, որ երբ որ Պանդուն ինքը մահացավ, Մայրգունձին եւ Պանդուի երկրորդ կինը Մադրին իրենք իրար հետ վիճում էին նրա շուրջ, թե ով պետք է կանգնի նրա մահվան խարույկի մեջ, այսինքն ով է ուզում այրվել Պանդուի հետ միասին։ Մենք դες հետ քննարկեցինք շատ կարևոր թեմա, հա, որ իրականում այդ հետագայում, երբ որ արդեն արիական կայսրությունը, ոչ թե քաղաքակրթությունը, այլ իմенно կայսրությունը ինքը սկսեց վերանալ աստվածամեժության գալուստի հետ կապված, ապա եղան այնպիսի քաղաքակրթություններ, որոնք իրենք աղավաղեցին այդ երևույթը արիական քաղաքակրթության եւ վերածեցին այն վախկոտ եւ մորթապաշտ թագավորների դաժանության արտահայտմանը։ Ինչպես գիտենք, հետագայում Եգիպտոսում փարաոնները այդպես էին վարվում, որ երբ որ իրենք մահանում էին, իրանց հետ միասին թաղում էին կամ սպանում էին նրա կնոջը, նրա ծառաներին եւ բոլոր այն կենդանիներին, որոնք ծառայել էին այդ ազնվորությանը։ Պարզ է, որ այս տեսանկյունից ինչ որ մի իմաստով սա արվում էր անվտանգության միտումներից, մենք դա քննարկեցինք, չէ, որպեսզի ամեն մի ազնվոր, այսինքն ամեն մի ազնվորություն, որը ինքը այս կամ այն չափ մոտիկ էր, ուրեմն բանին, արքային, նա գիտեր, որ ոչ մի պարագայում ինքը թույլ չի տա, որպեսզի փարաոնին ինչ-որ մի բան պատահի, որովհետև քաշ գիտակցում էր, որ եթե հանկարծ նրան մի բան պատահի, իրեն նույնպես սպանելու են եւ թաղեն։ Իսկ մենք տեսանք, որ արիական քաղաքակրթության մեջ սա կանանց կամավոր դրսևորումներ, որտեղ կանայք իրենք եթե ցանկություն էին ունենում, որպեսզի հաջորդ կյանքում նույնպես հանդիպեին իրենց ամուսնուն, այսինքն շարունակվեր այդ երևույթը, որ իրենք նորից ամուսիններ են լինելու, հա, ապա կինը ինքը այդ կենթանի իր սեփական կամքով մտնում էր այդ կրակի մեջ։ Որպեսզի մենք հասկանանք, թե իրակալությունը ինչպես էր աղավաղվում արդեն աստվածամեժության դարաշրջանում, ապա մենք կարողանում ենք տեսնել, որ այդ նույն Հնդկաստանում, որը ինքը իրականում ուղղակի վերջի պետությունն է եղել, որտեղ որ արիական քաղաքակրթության փսորները դեռ պահպանվում էին, հա, այդ նույն սովորությունը ինքը վերածվեց բռնության։ Եվ արդեն մեր ժամանակներում, դա ընդամենը 60-ական թվականներին էր, որ ուրեմն չեղարկվեց այդ, այսինքն օրենքից դուրս հայտարարվեց այդ տրադիցիան, բրահմանները իրենք բռնի ուժով վերցնում էին կնոջը, կապում էին ուրեմն այն փայտերին, որի վրա պիտի այրեին իր ամուսնուն, նկարագրվում է, որ փայտով խփում էին կնոջ գլխին, որպեսզի ինքը ուրեմն ուշաթափվի, ձեռքերից եւ ոտքերից կապում էին այդ փայտերի վրա, որպեսզի ինքը չկարողանա կրակի մեջից դուրս գա եւ ամուսնու հետ միասին իրան այրում էին։ Տեսեք, ասենք, ինչպիսի նուրբ պահվածքը, չէ, ինչպիսի վայրենության ուրեմն ձևափոխվեց, երբ որ սկսվեց աստվածամեժության դարաշրջանը, եւ երբ որ այդ դարաշրջանում սկսեցին ծնվել էգոիստ եւ փարամոլ կենդանիակները, եւ կարողանում եք տեսնել, թե ինչպիսի վայրագությամբ այդ նույն, այսպես կոչված արիական քաղաքակրթության մեջ
սկսեցին վարվել կանանց հետ։ Եվ ուրեմն սիրելիներս, բայց իրականում մենք տեսնում ենք, որ մայր կուլտին եւ մադրին իրենք վիճում էին, թե ով պիտի գնա կանգնի կրակի մեջ եւ այս տեսանկյունից, որ կուլտին ինքը ասում էր ես պիտի գնամ, որովհետեւ ես եմ ավակ կինը, մադրին ինքը ասում էր ոչ, ես պիտի գնամ, որովհետեւ իմ պատճառով է, որ պանդուն մահացավ։ Ուրեմն պանդուն ինքը իրականում կրոնականության մեջ զգայական վայելքը գնահատող արքան էր։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք առաքելության գոյավիճակի տեսանկյունից, ինքը կրոնականության մեջ, թեկուզ եւ արդեն ծնվել էր արքայի դիրքում եւ դա նշանակում է, որ ինքը անցյալ կյանքերում բավականին լուրջ ճանապարհ ուներ անցած, բայց հոգեվոր զարգացման տեսանկյունից ինքը սկսնակ էր, որովհետև միայն սկսնակ հոգիներն են, որ ուրեմն հոգևոր ճանապարհում ակնկալում են նյութական ուրեմն արդյունքներ։ Եվ պանդուն ինքը կրոնականության մեջ գնահատում էր հենց նյութական արդյունքները։ Եվ վերջի վերջո, հենց զգայական վայելքի հանդեպ հակումը դարձավ նրա մահվան պատճառը։ Եվ մադրին դա վճռականության մարմնավորումն էր, եւ որպես պանդուին ծառայող էլեմենտ ինքը ստացվեց կրոնականության մեջ կենդանի էակի այն վճռականությունը, որով ինքը ձգտում է հոգևոր կյանքի նյութական արդյունքներին։ Եվ այո, վերջնականում դասավորվեց այդպես, որ հենց մադրին ինքը կանգնեց պանդուի ուրեմն այդ հուղարկավորության կրակի մեջ։ Մայր կուլտին մենք արդեն ձեզ հետ քննարկեցինք ուղղակի, որովհետև ընդմիջում ենք տվել մի թեթև հիշեցնեմ, որպեսզի կարողանանք արդեն գնալ առաջ։ Մայր կուլտին ինքը հոգևոր հաջողության մարմնավորումն է։ Եվ հոգևոր հաջողությունը ինքը չէր կարող մահանալ, որովհետև ինքը նախատեսված էր իր տղաների նման կենդանի էակների սկզբունքներին հաջողություն տալու համար։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ պանդավները 5 եղբայրներով իրենք կրոնականության տարբեր ճյուղերի ուրեմն մարմնավորումներն էին։ Յուդհիշթիրան ինքը կրոնական ծիսակատարությունների եւ բարոյականության օրենքների մարմնավորումներ։ Բհիման ինքը այն վճռականության մարմնավորումն էր, որով հոգևոր մարդը հրաժարվում է իր համար ավելնորդ զգայական վայելքից։ Այսինքն, եթե ավելի պարզ խոսենք, ինքը այն մարմնավորումն է, որով հոգևոր մարդը ինքը ղեկավարում է իր ագահությունը։ Ագահությունը ղեկավարելը ահռելի նշանակություն ունի ընդհանուր առմամբ հասարակության երջանկության մեջ։ Սա շատ կարևոր գործոն է։ Արգջունան ինքը հոգևոր հաղթանակն էր եւ գերագույն աստվածավորության հանդեպ ընկերականության մարմնավորումը։ Եվ մադրին ինքը մայր կուլտիին դաստիարակությանը թողեց իր երկու տղաներին, որոնք Նակուլան եւ Սահադևան, որոնք իրենք գիտելիքի եւ հրաժարման մարմնավորումներն էին։ Մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք, որ արիացիները իրենք խիստ կապի մեջ էին դնում գիտելիքը հրաժարումից։ Այսինքն փաստացի իրենք մեզ ասում են, կներեք, որ գիտելիքը, որը չի բերում հրաժարման, դա իրական գիտելիք չի։ Ցանկացած գիտելիք, որը ինքը օգնում է, աջակցում է կենդանի էակին, որպեսզի ինքը ավելի ու ավելի խրբի նյութական կապվածությունների մեջ, դա իլյուզոր գիտելիք է,
որովհետև զարգացնում է կապվածություն իլյուզոր աշխարհի հանդեպ։ Մենք ձեզ հետ քննարկել ենք, թե ինչ նկատի ունեն արիացիները, երբ որ իրենք ասում են, որ նյութական աշխարհը ինքը իլյուզոր է։ Իրենց կատարմամբ դա չի նշանակում, որ նյութական աշխարհը ինքը գոյություն չունի։ Իրենց կատարմամբ դա նշանակում է, որ հավերժ հոգու, հավերժ կացարանը հոգևոր աշխարհն է։ Նյութական աշխարհը ինքը նյութական մարմինների հետ միասին արարված է Գերագույն Աստծո անձնավորության կողմից կենդանի էակների իրենից անկախ լինելու ցանկությունը բավարարելու նպատակով։ Եվ այսպես ուրեմն, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ իրական գիտելիքը ինքը վերականգնում է կենդանի էակի հասկացողությունը, որ կա Գերագույն Աստծո անձնավորությունը, որ կենդանի էակը ունի հոգևոր ուրեմն բնություն, եւ ես միշտ մշտական կրկնում եմ եւ հիմա նույնպես կրկնելու եմ, որ հոգու համար գոյություն ունի ընդամենը մի նախադասություն։ Հավերժ հոգու համար ժամանակավոր նյութական գոյությունը ավելնորդ է։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը հասկանում է այդ ավելնորդությունը, դա նշանակում է, որ ինքը ունի կատարյալ գիտելիք, այսինքն կատարյալ իմաստություն, որի հիմքի վրա զարգացնում է բացարձակ, ուրեմն հրաժարում նյութական աշխարհում գոյություն ունեցող բոլոր օբյեկտների հանդեպ։ Մեր ժամանակներում կրոնական տեսությունները իրենք այս փուլին նույնիսկ մոտիկ չեն գալիս։ Սահմանափակվում են բարոյականության օրենքներով եւ բարոյականության օրենքների դիմաց կենդանի էակին խոսք են տալիս դրախտային կյանք, որտեղ երբ որ մենք նայում ենք, թե իրենք ինչ են ենթադրում դրախտային կյանքում, մենք տեսնում ենք, որ դա նյութական աշխարհին բնորոշ զգայական վայելքի, այսպես հեշտ ձևերն են։ Եվ դա իրականում այդպես է, արիացիներն էլ են այդպես նկարագրում, որ ուղղակի իրենք ասում են, որ դրախտային մոլորակները դա դեռ հոգևոր աշխարհը չի։ Դա նյութական աշխարհում բարեպաշտ կենդանի էակների ապրելավայրն է, ընդամենը։ Ինչպես դժոխքը այն կենդանի էակների ապրելավայրն է, որոնք ունեն արատավոր բնություն, այսինքն որոնք իրենց գործողություններում տառապանք են պատճառում ուրիշ կենդանի էակներին։ Եվ այսպիսով, ուրեմն այդ մայրկունցին ինքը որպես ուրեմն հոգևոր հաջողության մարմնավորում ինքը ցույց տվեց, որ հաջողությունը ինքը աջակցում է իրական կրոնականության սկզբունքներին։ Այստեղից ես չեմ հոգնի ասել, որ իրականում ստացվում է, որ այն բոլոր անձնավորությունները, որոնք իրենք ունեն արատավոր բնություն, բայց կատարում են հոգևոր ծիսակատարությունները եւ մտածում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը դա ընդունելու է, իրանք նման են դրիտարաշտրային եւ դյուրյոթանային, որովհետեւ եւ դրիտարաշտրան, այսինքն հոգևոր տեսանկյունից կույր կենդանի էակը, եւ դյուրյոթանան, որը ինքը աստվածամերժության մարմնավորումներից մեկն էր, եւ մարմնավորում էր իրենով գժտությունների եւ բանսարկությունների ուրեմն սկզբունքը, մենք կարողանում ենք տեսնել, որ իրենք իրենք շարունակում էին կատարել հոգևոր ծիսակատարությունները։ Իրենք կատարում էին զոհագործություններ, կատարում էին Գերագույն Աստծո անձնավորությանը, ուրեմն բաներ, պաշտամունքներ, ամբողջ հասարակությանը հնարավորություն էին տալիս, որպեսզի հասարակությունը ինքը ներգրաված լինի, ուրեմն այդ ծիսակատարությունների մեջ։ Բայց ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը, կարելի է ասել, կազմակերպեց պատերազմ, որտեղ երկուսի վերջն էլ այս կամ այն կերպ տվեց։ Այսինքն դյուրյոթանան բանսարկությունների մարմնավորումը ինքը ուղղակիորեն սպանվեց, իսկ դրիտարաշտրային, ինչպես մենք տեսանք առաջի երգում, Վիտուրան մղեց
դեպի ինքնաիրականացման եւ դետարաշ տան ինքը իրեն յոգիկ կրակը վառելով իր մեջ ինքը իրեն այրեց։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցուցադրում է մեզ, որ այն կենդանի էակները, որոնք ունեն արատավոր բնություն, բայց կատարում են կրոնական ծիսակատարությունները, Գերագույն Աստծո անձնավորությունը չի համարում կրոնական կամ հոգևոր անձնավորություններ։ Եվ սա է մեր ժամանակի ամենագլխավոր խնդիրներից մեկը, որտեղ մարդկությունը այո, մոլորության ազդեցության տակ, մտածում է, որ ինքը ունի հոգևոր ճանապարհներ, բայց իրականում ինքը հոգևոր չի։ Ոչ թե ճանապարհը, այլ կատարողը, որովհետև ազնվորությունները իրենք չեն զբաղվում իրենց ներքին աշխարհով եւ ունենալով արատավոր բնություն, հույս ունեն, որ եթե իրենք կատարում են իրենց կրոնականության ծիսակատարությունները, ապա Գերագույն Աստծո անձնավորությունը իրենց աջակցում է։ Հասկանում եք, այդպիսի process, ինչպես մենք տեսնում ենք, համենայն դեպս արիացիների կատարմամբ այդպիսի process գոյություն չունի։ Եվ եթե ես ամեն անգամ անդրադառնում եմ հենց մեր երկրի եւ մեր ազգի պատմությանը, չէ, որ եթե մենք մի փոքր ուշադիր նայենք, մի փոքր օբյեկտիվ լինենք, մենք կտեսնենք, որ երբեք չենք ունեցել Աստծո աջակցությունը։ Եթե Աստծո աջակցությունը այն ողորմելի արդյունքներն են, կամ այն ողորմելի իրականությունն է, որի մեջ այս պահին մենք բոլորս գտնվում ենք, ուրեմն ես ընդհանրապես չգիտեմ, բա սատանայի գործունեությունը որն է, եթե սա Աստծոն է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ինքը իրականում սա ինձ համար առաջ շատ կարևոր թեմա էր։ Ես առաջ շատ ուզում էի, կարելի ասել ես հիմա էլ կուզենայի։ Ուղղակի ես համոզվեցի, որ հայերը իրենք որոշեցին արհամարել։ Իսկ ես, գիտեք, այսպես էլի, ես միշտ այդ օրինակն եմ բերում, փողոցային շներ կան, որոնք իրենք մեկ-մեկ գալիս են սեփական տան ինչ-որ առաջ, եւ եթե իրանց մի անգամ այդտեղ ոսկոր են գցում, կամ եթե նույնիսկ չեն գցում, այդ շները իրանցով սկսում են այդ տունը, այդ շեմը պաշտպանել, բոլորի վրա հաչալ, հարձակվել, այնքան մինչև այդ տան ապրողները իրան մի կտոր հաց կտան, Ես այդ շանդերում չեմ ուզում լինել, եւ ես ուղղակի ընդունել եմ այն պատասխանը, փաստացի, որը ստացել եմ, եւ արդեն մի անգամ ասել եմ, որ ես հիմա արդեն ոչ մի ազգային խնդիրներ լուծելու համար չի, որ շարունակում եմ խոսալ, ես շարունակում եմ խոսալ, որովհետև այս ընթացքում թեկուզ եւ շատ սակավաթիվ, բայց մարդիկ կան, որոնք կապնվել են այս process-ին, եւ ես ինձ պարտավորված եմ զգում այդ մարդկանց առաջ տանել իրանց միջև վերջ։ Եվ քանի կենդանի եմ, ես պատմելու եմ ձեր համար եւ Բագավատամը եւ Բագավատ Գիտան։ Ուրեմն սիրելիներս, չէ՞, այսինքն անձնավորության համար, արդեն այսպես ասեմ, անձնավորության համար սա շատ կարևոր կետ է։ Մենք բազմիցս այս կետը քննարկել ենք։ Ուրեմն եւ հիմա այստեղ տեսնում ենք, որ Վիտուրան ինքը ասեց, իսկ ինչ եղավ, ինչպես է ընդհանրապես Բրիտան ողջ է մնացել արդյոք ինքը, որովհետեւ դե արդեն բավականին մեծահասակ էր, չէ՞։ Եվ այստեղ նկարագրվեց, որ Պանդուի հետ կապված էպիզոդ։ Այսինքն ասվեց, որ եթե նրանք չլինեին, դա չէր կարողանա տանել բաժանումը Պանդու թագավորից։ Այսինքն, եթե չլինեին իր երեխաները, որոնց հաջողության համար ինքը ուրեմն պատասխանատու էր, ինքը ինքնասպանություն կգործեր։ Չէ, բայց մենք տեսնում ենք, որ իրականում, եթե իրադարձությունները իրանք այնպես են դասավորվել, որ ինքը չկարողացավ այդ ինքնասպանությունը գործի, դա նշանակում է, որ հենց ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը ցույց տվեց, որ Կունտին ինքը նախատեսված չէր այդպիսի process-ի համար։ Եվ ուրեմն, այստեղ Պանդուի հետ կապված նշվեց մի փոքրիկ էպիզոդ, որը մեզ համար կարևոր է,
Մենք այդ թեման մի քանի անգամ քննարկել ենք, այսինքն զուգահեռ կան ինչ-որ թեմաներ, որոնք իրենք շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ հասկացողություն զարգացնենք։ Հասկանում եք, որովհետև ես ասել եմ արդեն մի անգամ, հիմա նորից եմ ասում, որ ժամանակակից աշխարհում կա այդպիսի տենդենց, չէ, որ մարդիկ իրենք չեն կարողանում վերջնականում ընկալել, թե ովքեր են եղել արիացիները, սխալ պատկերացումներ են կազմում, ընդհուպ մինչև Գիտլերը, չէ, ես միշտ ասում եմ, որ ես շատ ուզում եմ արիացիների անունը մաքրել այն կեղտից, որի մեջ թաթախել է արիացիների գաղափարախոսությունը այդ սրիկան։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, այստեղ հիմա նորից խոսացվեց նրա մասին, որտեղ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այն պատճառով, որ ես կին եմ, հիմա էլ ես բացարձակապես եմ արհամարում այն գործոնը, որ արիացիները իրենք եղել են կռիվանող եւ կռվի մեջ հաղթող զինվորներ։ Իհարկե, եւ Մահաբարատայում, եւ Ռամայանայում, եւ ընդհանրապես արիացիների թողված ամբողջ գրական ժառանգությունում արիացիները նկարագրվում են որպես անհաղթալի զորավարներ, չէ՞։ Մենք դες հետ քննարկել ենք, որ իրականում փաստացի արիացիները իրենք այդ գաղափարն են առաջ քաշում, որ ինչքան էլ ուզում է հոգևոր մարդը ինքը զարգացնի բարիություն, չէ, փափկություն, համբերություն, ներելու ունակություն, չգիտեմ, բռնությունից ազատ ուրեմն տրամադրություններ, միևնույն է, ինքը պետք է հիշի, այսինքն հողակցում պետք է լինի, զազիմլենիա, հա, ինքը պետք է հիշի, որ քանի դեռ ինքը գտնվում է նյութական աշխարհում, նյութական աշխարհը դա նախանց, ագրեսիվ, դաժան, խորամանկ, ագահ, հա, եւ բռնության հանդեպ հակում ունեցող կենդանի ակների աշխարհն է։ Եվ սա նշանակում է, որ դու ով ուզում ես եղի, պաշտպանությունը միշտ մնում է կարևոր գործոն։ Ուրեմն, այդ դեպքում օրինակ ասենք հիմա այդ նույն Արգյունային, որը ինքը բավականին մեծ քանակությամբ ագրեսիվ աթեիստների էր սպանել, ինչպես կարելի է իրան ասել, որ ինքը բռնությունից ազատ է։ Հələ Արգյունան գոնե, երբ որ պիտի, ասենք, մեծ քանակությամբ արիացիներ սպանվեին Կուրուքշետրայի ճակատամարտում, չէ, մենք տեսնում ենք, որ Մահաբարատայում, այսինքն Բhagavad Gita-ում Արգյունան ինքը կասկածի տակ դրեց իր գործողությունները, չէ, այսինքն ինքը չէր ուզում, բա ինչ ասենք Բհիմայի մասին, նրա ավագ եղբոր, չէ, որ ինքը ասենք բավականին ջղայն ազնվորություն էր, չէ, եւ ես շեշտում եմ, որ Բհիման էր այն 5 եղբայրներից, Բհիման էր այն կատաղածը, որ ինքը Դուրյոդանային ասեց, ես կջարդեմ քո այդ կոնքը, որի վրա դու փորձեցիր նստացնես իմ կնոջը։ Հասկանում եք, բավականին ջղայն ինտոնացիաներով, էլի, չէ, ասենք, բա ինչ է նշանակում, որ հոգևոր մարդը ինքը պետք է լինի բռնությունից ազատ։ Բռնությունից ազատ, դա չի նշանակում, որ ինքը չպետք է պաշտպանված լինի։ Բռնությունից ազատ նշանակում է, որ ինքը նյութական աշխարհում ինքը պարտադիր պետք է ուժ ունենա հակազդելու արատավոր անձնավորություններին, համենայն դեպս եթե կա հոգևոր պետություն։ Հոգևոր պետությունը պետք է լինի շատ ուժեղ զինված։ Ինչու՞։ Որտեղ հոգևոր հասարակությունը ինքը կարողանում է մեր մոլորակի վրա ստանալ դրախտային իրավիճակ։ Երբ որ բոլորը բարգավաճ են, եւ ամենակարևորը, բոլորը երջանիկ են։ Բոլորը առաքինի են եւ դրա հաշվին գեղեցիկ են։ Հասկանում եք։ Դեռ ծնվում են գեղեցիկ անձնավորություններ։ Հետագայում Գիտլերին սովորացնողները հենց դրա հիմքի վրա իրան բերեցին այդ գաղափարին, որ պետք է գլուխը չափել եւ հասկանալ, թե այս անձնավորությունը ինքը արիացի է թե ոչ, եւ արիացի է նա, ով ճիշտ կառուցվածք ունի։ Այդքան հիմար գաղափարի մեջ ընկան, չէ՞։ Իսկ դա ընդամենը
առաքինի հոգիների, հա, բան ձեռք բերած արժեքներից մեկն է։ Այն կենդանիակը, որը իր անցյալ կյանքերում բարեպաշտ պաշար է հավաքել, այդ կենդանիակը ինքը համել անմիջապես ստանում է առողջ եւ գեղեցիկ մարմին։ Եվ վերջ։ Սա անմիջական կապ ունի առաքինության հետ։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ հիմա ուրեմն այստեղ մենք հիմա տեսնում ենք, որ Վիդուրան ինքը քննարկում է մի այդպիսի էպիզոդ, որտեղ ասվում է, որ երկու նետ բաց թողնելով, մեկը դեպի արևմուտք, մյուսը դեպի արևելք, Պանդուն ինքը գրավեց 4 տարածության 4 կողմերը։ Այսինքն այն պետությունները, որոնք գտնվում էին կայսրության արևմուտքում, արևելքում, հյուսիսում եւ հարավում։ Նշանակում է արդյոք սա, որ Պանդուն ինքը ագրեսիվ էր։ Չէ՞։ Տեսեք, եթե մենք նայում ենք, մենք սա արդեն քննարկել ենք, հիմա կրկնում ենք գաղափարը։ Եթե մենք նայում ենք մեր ժամանակի տեսանկյունից, հա, որովհետև երբ որ մենք ասում ենք ինքը զավթեց, մենք միանգամից հասկանում ենք այն, թե ինչի համար են զավթում ուրիշների երկրները մեր ժամանակներում։ Իսկ մեր ժամանակներում միշտ, հենց որ աստվածամերժության դարաշրջանը սկսվել է այդ սրիկայությունը, որ բանակները, այսինքն տղամարդիկ իրանք հավաքվում էին, գալիս էին ուրիշի պետություն, չէ՞։ Ինչ էին անում։ Ավիրում էին այդ պետությունը, ավիրում, բռնաբարում, սպանում կանանց, մորթում երեխաներին եւ մեծահասակներին, գլխատում տղամարդկանց, չէ՞։ Այսինքն ուղղակի, այսպես ավիրում էին ամեն ինչ, ինչքան որ ոսկի հարստություն կար, ուղղակի վերցնում էին, դնում էին իրանց սայլակների մեջ եւ վերադառնում իրանց երկիր, այդ երկիրն էլ այնպես էին ավիրում, չէ՞, որ այսպես ծնկաչոք այլևս ստրուկ դառնա այն ազգը կամ այն բնակչությունը, որը այդ երկրում ապրում է։ Եվ երբ որ մենք ենք ասում զավթում էին, մենք մտածում ենք միանգամից, որ արիացիները իրենք հենց նույն ձևով էին անում այդ ամեն ինչը։ Ինչու՞։ Որովհետև մենք չենք գիտակցում, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում արիացիների գոյավիճակների տեսությանը։ Եվ արիացի դա նշանակում էր, ոտ, իդուշիկ բոգու, այսինքն առաքինի անձնավորություններ։ Իսկ առաքինի անձնավորությունը ինքը 5 հիմնային որակները համեստ է։ Հասկանում եք, համեստությունը դա նշանակում է, որ կենդանի էակը ինքը թույլ է տալիս իր մեջ, որ ուրիշ կենդանի էակները լինեն ավելի բարձր դիրքում, քան ինքն է, եւ ինքը կարողանում է, հիմա խոնար, ինքը կարողանում է դա ընդունել։ Եվ դրա համար է, որ ինքը բռնությունից ազատ է։ Այսինքն ինքը առաջինը երբեք բռնության կամ ավիրման պրոցեսներով ցանկություն չի ունենում մտնել ուրիշի երկիր։ Մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք, որ արիացիները որևիցե ռազմական գործողություններ էին, ուրեմն ծավալում, միայն մի դեպքում։ Երբ որ իրանք տեսնում էին, որ իրենց այսպես բանել իրանք սահմանի մոտ, չէ, սահմանին կպած, կա պետություն, որտեղ արքան ինքը չի կարողանում ապահովել իր ազգաբնակչության երջանկությունը։ Եվ բացի դրանից, որ իրանք ուղղակի բարի անձնավորություններ էին եւ ծանր էին տանում այդ գաղափարը, որ իրանք ապրում են երջանիկ եւ բարգավաճ կյանքով, իսկ կողքի պետության բնակչությունը ապրում է դժվար, հա, բացի դրանից։ Իրանք համ էլ շատ լավ հասկանում էին, մենք սա քննարկել եմ մի անգամ արդեն, ուրեմն իրանք շատ լավ հասկանում էին, որ այնտեղ որտեղ որ այդ հարակից պետության մեջ մարդիկ ավելի վատ են ապրում, քան արիացիները, դա նախանձ է առաջացնում։
Իսկ եթե դա նախանց է առաջացնում, դա ինքնըստինքյան նշանակում է, որ այդ բնակչությունը ինքը կենտրոնանալու է արական քաղաքակրթության վրա, նրան անհանգստություններ պատճառելու մտադրություններով, ինչպես դա միշտ անում են նախանձները։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ դրա համար արիացիները իրենք միշտ ձգտում էին, որպեսզի իրենց սաբը, ես ասել եմ, պիտի տարածություն լիներ։ Այսինքն, եթե ինչ-որ արական կայսրության սահմանին, չէ, եթե մյուս պետությունը ինքը ինչ-որ մի հատ տարածք կար, որը դատարկ էր, հետո նոր այսպես որ աչքից հեռու, հա, կոպիտ ասած, նրանք ձեռ չէին տալ, ասում են, եթե ձեր պետությունն է, ինչ ուզում եք արեք։ Մեզի ձեռք մի տվեք, ինչ ուզում եք արեք։ Բայց եթե հարակից էր, իրանք աշխատում էին այնտեղ նույնպես ներգրավել առաքինության գոյավիճակի, ուրեմն օրենքները, որպեսզի այդ պետություններում նույնպես ընդհանուր հասարակությունը ինքը ձգտի դեպի մաքրություն եւ այդ մաքրության հիմքի վրա արժանի լինի բարգավաճ եւ երջանիկ կյանքի։ Եվ պանդուն ինքը նկարագրվում է հենց այդպիսի անձնավորություն։ Ընդ որում մենք ձեզ հետ մի անգամ քննարկել ենք, որ արիացիները իրանք այսպես էին անում, էլի, իրանք սկզբում ուրեմն լուր էին տանում դեպի այդ արքաները, որ դուք ձեզ այդքան լավ չեք պահում, չեք կարողանում ապահովել, եւ մենք պատերազմով կգանք, որպեսզի ձեզ գահանկած անենք, հա, եւ դնենք այնպիսի արքա, որը ինքը կծառայի եւ կպաշտպանի եւ հոգ կտանի իր ուրեմն բաների, հպատակների մասին, չէ, այլ ոչ թե կշահագործի նրանց եւ կդժբախտացնի։ Հասկանում եք։ Եվ եթե արքան ստանալով այդ սպառնալիքը, ինքը ընդունում էր արիացիների ուրեմն այդ պահանջը, որպեսզի վերանայվի այն սկզբունքները, որով ղեկավարվում է այդ պետությունը, եւ այդտեղ արքան ինքը ընդունում էր առաքինության օրենքները։ Ինքը ընդունում էր առաքինության օրենքները եւ նպաստում էր, որպեսզի իր հասարակությունը նույնպես դառնա առաքինի։ Այսինքն հնարավորություն էր տալիս արիացիներին վերականգնել այնտեղ արիացիների պետության կառուցվածքը, հա, տալ մարդկանց բարոյականության սկզբունքները, ինչու համար, որպեսզի բերեն այդ ամբողջ ազգաբնակչությանը համագործակցության դաշտ։ Եվ այդ ժամանակ այդ պետությունը ինքը բավականին արագ հաստատվում էր եւ բարգավաճության եւ երջանկության մեջ։ Հասկացաք, եթե ուրեմն եւ դա այդպես էր արվում, որ արքան ինքը սկզբից դու ասվում է նետ էր ուղարկում այդ կողմերում, այդ պետությունների մեջ, երևի թե նետի վրա ուրեմն գրված էին պրետենզիաները եւ այդ նետը տարվում էր, ներկայացվում էր այդ պետության արքային։ Եվ պանդուն ինքը կարողացավ ոչ թե 4 ուղություններով ուրեմն տարածի այդ լուրը, որ խելոք մնացեք, կոպիտ ասած, հա, այլ 2 եւ թագավորները իրենք անմիջապես կամավոր ընդունեցին, որ պանդուն ինքը կարող է լինել, որ իրենք մտնում են արիացիների կայսրության մեջ, այսինքն թույլ են տալիս, որպեսզի պանդուն ինքը հաստատի այդ պետություններում առաքինությունը։ Ուրեմն սիրելիներս, չէ, եւ Վիդուրան հենց այդ մասին նորից խոսեց, քննարկեց։ Հաջորդ տեքստը ինքը ուրեմն խոսում էր դրա մասին, որ ինքը Վիդուրան ինքը ասեց, որ օազնվաբարո, սա շատ կարևոր դիբելու ձև է, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ընդհանրապես մենք դա էլ ենք քննարկել, որ արիացիները իրանք երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ մի կերպ դիմում են, դա նշանակում է, որ հիմա իրանք քննարկում են այն թեման, որի մեջ այդ ազնվորությունը այդ խնդրը չունի։ Դրիտարաշտրան, ում այստեղ հիշեց Վիդուրան, չէ, ինքը իրականում ազնվաբարո ազնվորություն չէր։ Ինքը ոչ ազնիվ էր, ոչ էլ բարոյական։ Հասկանում եք, չէ, որովհետև
նո այստեղ Վիդուրան հենց ինքը ասեց, չէ, որ ինքը ինձ մնում է միայն սքալ դրա համար, ով բան ապստամբեց իր մահացած եղբոր դեմ, չէ, այսինքն դրիտարաշտրայի։ Եվ դրա համար ինքը ութավային դիվում է օազնվաբարո, նշանակը այդ նշան դրա, որ ես հասկանում եմ, որ դու այդ երկու թերություններից ազատ ես, դու եւ ազնիվ ես եւ բարոյական։ Եվ Վիդուրան հիմա նկարագրում է այն փորձը, որը ինքը ունի իր եղբոր հետ կյանքում։ Ինքը ասում է, ես միշտ անկեղծորեն բարին եմ մաղթել նրան, բայց չնայած դրան, նա իր որդումների ցուցումներով ղեկավարվելով ինձ վռնդեց իմ սեփական տնից։ Եվ այստեղ այդ դա է։ Հոգևոր տեսանկյունից կույր ազնվորությունը ընկնում է ուրիշ արատների ազդեցության տակ։ Եվ այդ ազդեցության տակ գործում է շատ անազնիվ արարքներ իրական հոգևոր կենդանի էակների հանդեպ։ Այստեղ շատ կարևոր է, որ Վիդուրան ինքը ասեց եւ ինքը վռնդեց ինձ իմ սեփական տնից։ Եվ շատ կարևոր է, որ Վիդուրան ինքը դրան ենթարկվեց։ Ինքը Դրիտարաշտրային եւ Դուրյոթանային այն ժամանակ չասեց, որ ես ինքս էլ արքայական որդի եմ, հա, եւ արքայական ընտանիքի անդամ եմ, եւ այս պալատը ինչքան ձերն է, այդքան էլ իմն է, դու ով ես, որ դու ինձի վռնդես, տեսեք ժամանակակից մարդը, ինքը անպայման այդ հարցը կբարձրացներ, իսկ Վիդուրան ինքը ուղղակի մենք քննարկել ենք, չէ, դա ինքը ուղղակի նետո աղեղը դրեց շեմին եւ թողեց գնաց ուրեմն ուխտագնացության սրբավայրերով պտտվելու։ Դրանից անմիջապես հետո ինքը սկսեց խոսալ գերագույն Աստծո ազնվորության մասին։ Այստեղ ինքը կդրեք արանքում խոսեց իր փորձի մասին։ Ինչ ասեց ինքը։ Ինքը ասեց, ես հրաժարումը այնպես էի ընդունել, որ ինձ ոչ միտեղ չճանաչեն։ Ինչու՞, որովհետև Վիդուրային բոլորը գիտեին Գերագույն Աստծո, որպես Գերագույն Աստծո ազնվորության արդար եւ հավատարիմ ծառա։ Եվ սա նշանակում է, որ որտեղ էլ որ ինքը հայտնվեր, եթե իրան ճանաչել են, կոպիտ ասած, այքանի ինքը այդտեղ էր, ամեն ինչ կանեին, որ ինքը հանկարծ ճշմարտությունը չիմանար, եթե տեղի է ունենում ինչ-որ կրոնականության դեմ որևիցե մի բան։ Բայց մենք հիշում ենք, որ Յուդհիշթիրան, հա, կամ ասենք բաները, պանդավները ընդհանրապես, Յուդհիշթիրան ինքը նկատեց, չէ, որ ինչ-որ ամեն ինչ այսպես տակույն գլուխ է եղել, եւ ինչ-որ տարօրինակ կենդանիակներ են սկսել ծնվել կայսրության մեջ։ Եվ հիմա Վիդուրան այդ դա է իրականում քննարկում, հա, որ այն ինչ-որ, որ ես երբ որ չճանաչված ման էի գալի կայսրության մեջ, ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ Դրիտարաշտրայի, Դուրյոթանայի, Շիշուպալայի, չգիտեմ, այնմյուսի, հա, նման արատավոր անձնավորությունների։ Եվ դրա համար ոչ Դրիտարաշտրայի արատավորությունը, ոչ էլ Դուրյոթանայի արատավորությունը ինձ այլևս չի զարմացնում, որովհետև ես իմ աչքերով եմ տեսել, որ այդպիսի կենդանիակներ հիմա շատ են ծնվում մեր կայսրությունում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ինքը արդեն հաջորդ քայլով անցավ Գերագույն Աստծո ազնվորության մասին խոսակցությանը։ Գաղափար համար առաջին։
Երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, այսինքն օրինակ գալիս է մեր մոլորակ, նրա գործողությունները թվում են հասարակ մահկանացուի գործողություններ։ Եվ դա մարդկանց շփոթեցնում է։ Հասկանում եք։ Եվ Վիդուրան այստեղ ասեց, նրա ողորմածությամբ ես հասկանում էի նրա էությունը, իմ առաջ բացվեց նրա վեհությունը, հա? Եվ սա նշանակում է, որ ես ինձ բավականին երջանիկ եմ զգում։ Իրականում այս կապերը, որը հիմա Վիդուրան տվեց, սրանք շատ կարևոր հոգեբանական կապեր են։ Ինչ ասեց փաստացի Վիդուրան։ Վիդուրան ինքը ասեց առաջի գաղափարը։ Այո, իհարկե։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ակտիվ մասնակցություն ունի նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հոգևոր ճանապարհի մեջ։ Ինքը այդ ճանապարհը հաստատում է, ինքը այդ ճանապարհը պաշտպանում է։ Ինքը անձամբ գալիս է, հա, որպեսզի կատարի այդ երկու գործողությունները։ Բայց ինքը գալիս է մարդկային հասարակություն։ Մենք դեռ կտեսնենք, որ անսովոր ձևեր ինքը ընդունում է, երբ որ գալիս է դրախտային մոլորակներ կամ ընդհանրապես տիեզերքի տարածքում է արտահայտվում։ Բայց երբ որ ինքը գալիս է մեր մոլորակ, ինքը արտահայտվում է որպես սովորական մարդու կեցվածքով, եւ դա մոլորեցնում է կենդանի էակներին։ Մենք դες հետ մի անգամ այս նրբության մասին արդեն խոսել ենք, որ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը հիմա պետք է պահպանի երկու սկզբունք։ Առաջինը դա նա է, որ նյութական աշխարհը ինքը արարված է այն կենդանի էակների համար, որոնք չեն ուզում գիտակցեն, որ կա Աստված։ Եվ իրանք չեն, ինչու համար չեն ուզում, որտեղ եթե անձնավորությունը ինքը գիտակցում է, որ Աստված կա, հաջորդ քայլով ինքը պարտավոր է ենթարկվել Աստծո կամքին։ Իսկ նյութական աշխարհ եկած կենդանի էակները հիմնականում եկել են հենց անկախությունը իրականացնելու համար եւ իրենց չանհանգստացնելու համար գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մարմնավորվում է մարդկային ուրեմն հասարակության մեջ մարդկային մարմնով, հա, եւ կենդանի էակները, որոնք իրենք այդ ազատությունն են ուզում եւ չեն ուզում ընկալեն Աստծուն, իրանք հիմք են ստանում, որպեսզի ուսումնասիրելով աստվածային հայտնության կյանքը, ասեն սա սովորական մարդ է։ Հասկանում եք։ Այսինքն մոլորության մեջ գցել։ Եվ հիմա Վիդուրան ինքը շարունակում է, ասում է, բայց նրա ողորմածությամբ։ Այսա դա է նշանակում։ Այդ խոսքը, որ ինքը ասում է նրա ողորմածությամբ, դա նշանակում է, որ գերագույն Աստծո անձնավորությունն է թույլ տալի, որպեսզի ով, այ Վիդուրան հիմա ով է, Վիդուրան ինքը այն մարմնավորման այն սկզբունքի մարմնավորումն է, չէ, որը արտահայտում է այդ վճռականությունը չզիջել սեփական հոգևոր կյանքը կամ նվիրաստարարությունը Աստծո հանդեպ։ Հա, այդ սկզբունքի մարմնավորմանը ինքը թույլ է տալիս, որպեսզի Վիդուրան հասկանա, որ այս իր դիմացի կանգնածը ինքը ոչ թե ուղղակի արտասովոր նյութապաշտ է, այլ հենց ինքը Աստվածն է։ Հասկանում եք։ Ուրեմն սա տեղի է ունենում միայն եւ միայն Աստծո համաձայնությամբ։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե Վիդուրան ինքը ինչի սկզբունքն է։ Իսկ ինքը
Այդ վճռականության սկզբունքն է, որով կենդանիակը չի զիջում իր հոգևոր ծառայությունը Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ։ Եվ այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ողորմածաբար թույլ է տալիս, որպեսզի այդպիսի կենդանիակը ինքը գիտակցի, թե ով է իր առաջ կանգնած։ Եվ վերջի գաղափարը տեքստի։ Վերջի գաղափարը տեքստի ինքը խոսում է նրա մասին, որ եթե Վիդուրան ինքը Աստծո ողորմածությամբ արդեն գիտակցել է, որ իր առաջ կանգնած է Աստված, հասկանում եք, չէ՞, այդ դա ավարտվում է երջանկությամբ, հա, ինքը ինչ ասեց, ինքը ասեց, ես բավականին երջանիկ եմ զգում։ Այմենակ դրանից, որ ես գիտակցում եմ, որ հիմա իմ առաջ կանգնածը դա Աստվածն է։ Մենք կարող ենք ասենք, Վիդուրան ցնորքի մեջ էր։ Վիդուրանով դարձավ, որ հիմա մենք պիտի իրան վստահենք, որ եթե ինքը համարում էր, որ Վիշտան դա Գերագույն Աստծո ազնվորությունն է, ուրեմն դա հենց այդպես էլ կա։ Հասկանում եք, իհարկե կարող ենք ասել։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այնպիսի իրավիճակներ է ստեղծում, չէ, որպիսի նրանք, ովքեր իրան չեն ուզում, հասկանում եք, ստանան այդ հիմքերը, որ իրանք համոզված լինեն, որ այո, Աստված չկա, եւ իրանց համար ոնց ուզում են գործեն։ Ամեն անգամ, երբ որ այդպիսի կենդանիակները մոտենում են մահվան, այդ տրանսֆորմացիայի ժամանակ, երբ որ իրանք մահացան, հա, այսինքն մարմնի մեջից դուրս եկան, հիմա պիտի գնան մտնեն ուրիշ մարմնի մեջ, այդ ընթացքում իրանք հասկանում են, որ Աստված կա։ Որովհետև իրանք տեսնում են նրա ղեկավար ձեռքը, թե ինչպես է ինքը այդ արարչարասները հաշվի առնում եւ կենդանիակին հաջորդ կյանք համապատասխան հաջորդ կյանք պարտադրում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն Վիդուրան ինքը հենց այս բաների մասին խոսեց, չէ՞։ Եվ ինքը դա ասեց, որ իսկ այն կենդանիակը, որը ինքը հասկանում է, որ գործ ունի Գերագույն Աստծո ազնվորության հետ, ինքը չի կարող երջանիկ չլինել։ Չէ՞։ Հիմա հաջորդ գաղափարը, որը Վիդուրան քննարկեց, ինքը բավականին հետաքրքիր գաղափար է։ Ինչու համար, որովհետև սա արդարության դաշտից է, սա արդարության թեմայի շուրջ է։ Ինչի մասին էր այստեղ խոսքը։ Այստեղ խոսք է գնում այն սկզբունքի մասին, չէ, որ Վիդուրան ինքը ասում է, որ չնայած չկար այդպիսի մեղք, որը Դուրյոթանան չէր գործել, Գերագույն Աստծո ազնվորությունը ոչ իրան էր ոչնչացնում, ոչ իր հորը, ոչ իր եղբայրներին եւ ոչ էլ իր աջակիցներին։ Այսինքն իրանք հնարավորություն ունեին նեղացնել բանդավներին։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա սրա մասին է խոսում բանը։ Հա։ Եվ ուրեմն ինքը մի կողմից ասեց, որ այդ արատավոր ազնվորությունները հոգևոր մարդը ինքը կարող է տեսնել, որ արատավոր ազնվորությունները վնաս են տալիս հոգևոր ճանապարհին, վնաս են տալիս իրական հոգևոր ազնվորություններին եւ Գերագույն Աստծո ազնվորությունը իրանց չի կանգնացնում։ Դա տեղի է ունենում։ Հասկանում եք, դա տեղի է ունենում։ Եվ ուրեմն, տեսեք, այստեղ է, որ թույլ, այսպես էլի, թույլ արմատներ ունեցող հոգևոր մարդիկ, իրենք
այսպես այստեղ կոտրվում են, որովհետև իրականում, երբ որ կենդանի էակը նյութական աշխարհում գալիս է Գերագույն Աստծո ազնվորության դաշտ, ի՞նչն է իրան ամենաառաջի հերթին հետաքրքրում։ Իրեն ամենաառաջին հերթին հետաքրքրում է արդարության հարցը։ Եվ երբ որ ինքը տեսնում է, որ արատավոր կենդանի էակները իրանք պատիժ չեն կրում, հա, ինքը կոտրվում է Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ։ Հասկանում եք։ Բայց երբ որ մենք արդեն իմանում ենք պատմությունը, իսկ Դուրյոթանայի պատմությունը ինքը Շիշուպալայի կներեք պատմությունը, այդ նախանձի անավորման, հա, պատմությունը ինքը այսպիսին էր։ Շիշուպալան ինքը մշտական ինչ ասես Կրիշնայի մասին խոսում էր, ինչ վիրավորանքներ ասես Կրիշնային չէր հասցնում, այսպես էլի, շատ կոպիտ բառերով, որ Կրիշնան ինքը այսպիսին է, Կրիշնան ինքը այսպիսին է, Կրիշնան ինքը այսպիսին է։ Եվ երբ որ մի անգամ իրան հարցրեցին Տեր Կրիշնային, դու ինչու ես Շիշուպալայի գլուխը ընդհանրապես չես թռցնում։ Տեր Կրիշնան ինքը ասեց Շիշուպալան, ինքը օրհնություն է ստացել, որ իրավունք ունի ինձ 108 անգամ վիրավորելու։ Ես չեմ խախտում այդ օրհնությունը, որովհետև հարգում եմ նրան, ով իրեն այդ օրհնությունը տվել է։ Եվ ես ուղղակի մատերս եմ ծալում եւ համբերատար սպասում եմ, թե երբ կլրանա 108-ը։ Ինչ գաղափար առաջ քաշեց այդ պատմության մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ուրեմն, ինքը այսպիսի գաղափար առաջ քաշեց, որ եթե մենք այս կյանքում տեսնում ենք, որ որևիցե արատավոր անձնավորություն նեղացնում է իրական հոգևորականներին եւ պատկերավոր ասած մարսում է դա նշանակում է ընդամենը մի բան, որ այդ կենդանի էակը իր անցյալ կյանքերում ինչ որ ճգնություններ է կատարել եւ օրհնություն ունի կամ ուժ ունի իր ցանկությունները կատարելու։ Հա, եւ որ տեղը գալիս է, որ ինքը իր ցանկությունը կատարելով նեղացնում է սրբերին, հիմա այսպես, ինքը այդ իր կուտակած պաշարը շատ ինտենսիվ այրում է։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հենց դրան է, այդ գործոնին է սպասում, որ այդ անձնավորությունը, օրինակ, կենդանի էակը իր անցյալ կյանքում կարող է ինչ որ ճգնություններ անել եւ այս կյանքում իրան տրված է, չգիտեմ, օրինակ լինել հասարակության առաջնորդը, մեր ժամանակներում նախագահ կամ վարչապետ։ Օրինակ, էլի։ Հասկանում եք։ Հետո մենք տեսնում ենք, որ այդ նախագահան ինքը նեղացնում է իր երկրում իրական հոգևոր մարդկանց, այսինքն նրանց, ովքեր որ ոչ թե ծիսակատարություն բառ է, ձևականներին չէ, ովքեր որ իրապես զբաղվում են իրանց հոգու մաքրագործման process-ով։ Հա, մենք տեսնում ենք, որ ինքը նեղացնում է իրանց եւ կոպիտ ասած մարսում է։ Այսա միշտ դա է նշանակում, որ այդ ազնվորությունը ինքը անցյալ կյանքում իրան տրված է, որ ինքը լինի արքա։ Բայց երբ որ ինքը հանդիպելով անմեղներին սկսում է այդ անմեղներին նեղացնել, չէ, այդ պաշարը, որը ինքը ուներ, ինքը շատ արագ սկսում է վատնել։ Այդ պատմությունը մենք կդիտարկենք 7-րդ երգում Հիրանյակաշիփուի պատմության մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, այն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բան է, էլի, от порядочный, ինքը բարոյական ազնվորություն է։ Ինքը չի համաձայնվում, հասկանում եք, արհամարել կենդանի էակի վաստակը։ Ինքը ասում է ոչ, ինքը աշխատել է, հա, կոպիտ ասած, ինքը իր գումարը վաստակել է, հա, ինչի վրա ուզում է ծախսում է։ Ինքը պիտի իր գումարը վերջանա, որ ինքը ինձ ասի մի ռուբլի էլ կտաս, որ ես էս ինչ բանի վրա ծախսեմ, ես ասեմ ոչ,
Այսինքն գալիս է մի պահ, երբ որ այդ նույն անձնավորությունը ինքը եթե փորձում է հոգևոր մարդկանց նեղացնել, մաքուրներին, արդարներին, անմեղներին մեղացնել, Գերագույն Աստծո անձնավորությունը հարվածում է։ Բայց քանի դեռ ինքը այդ պաշարը ունի, այդ տպավորությունն է ստեղծվում, որ ինքը գործում է արատավոր քայլեր իրական հոգևորականների հանդեպ, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի պատասխանում։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ չի պատասխանում, որտեղ այդ կենդանեակը ինքը պաշար ունի, որը ինքը կարող է ինչի վրա ուզում է ծախսել։ Հիմա ինքը ուզում է ծախսել դրա վրա, որ նեղացնի անմեղներին։ Եվ այդտեղ ինքը շատ ինտենսիվ այդ պաշարը վառում է։ Հասկանում եք, եւ իր այդ ամիջապես դրանից հետո կարող են շատ վատ բաներ իրականում տեղի ունենալ։ Սա ինքը շատ կարևոր կետ էր, չէ՞։ Հիմա եւ վերջի տեքստով Վիդուրան ինքը խնդրեց Ութավային, որպեսզի Ութավան ինքը գովերքի փառքը Աստծո, այսինքն որպեսզի ինքը այդ ամեն ինչը, ինչի որ մասին ինքը հարցրեց, պատմի իմенно կապված Գերագույն Աստծո աստավորության հետ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այսօր այսքանը եւ սրանով մենք տեսեք ավարտում ենք երրորդ երկի առաջի գլուխը։ Եվ վաղվանից արդեն կսկսենք դիտարկել նրա հաջորդ գլուխը, որում արդեն Ութավան կսկսի պատասխանել Մայտրեյայի հարցերին։ Իսկ այսօր այսքանը սիրելի դերս, մինչև հաջորդ հանդիպում։ Ստեսություն ձեզ։